Քո ճանապարհորդած երկրներից նշեցիր, որ եղել ես Մոնակոյում։ Իսկ Մոնակոյում դու քեզ ավելի շատ հանդիսատես ես զգացել, թե գլխավոր դերակատար։ Դու պետք է Մոնակոյում լինես ինչ-որ մի հատ լեվելի ֆինանսապես արդեն կայացած մարդ, որպեսզի կարողանաս օգտվել այն ամեն վայելքից, ինչ կա Մոնակոյում։ Ասել ես, որ նաև ճանապարհորդել ես Մեքսիկա։ Մեքսիկան քո համար վտանգավոր երկրների շարքում մտնում է։ Ես ինձ դնում եմ կինոյի աղջկա տեղը։ Գալիս են Կառլենն ու Դավիթը ու ես ասում եմ, որ ես հենց նոր փրկել եմ Կառլենի պայուսակը, որ գողը գողանում էր, տանում էր, ու սենց ինձ դրել եմ, չգիտեմ, մի հատ հերոսական պատմություններ եմ պատմում։ Մեր կյանքում լինում են մարդիկ, երբ որ մեզ մի փուլում են հայտնվում, երբ որ մենք հուսալքված ենք մեզյանից, եւ ասում են, որ դու քեզ ընդունի սիրիր անկախ նրանից դու ով ես, ինչ ես հասել, ինչ ես կետում։ Այդ մարդիկ իրականում քո համար գլոբալ դեր են կատարում։ Դու ունեցել ես տենց մարդ քո կյանքում։ Գլոբալ առումով ես ինձ թույլ չեմ տվել թուլանալ եւ փակես։ Հա, եւ էմոցիաներս այդպես արտահայտեմ։ Հիմա այս ինտերվյուին որ տեսնեն իմ ընկերները թույլ չեն տա ստեմ, այո, ես երբեք չեմ եղել այդ վիճակում։ Երևի թե իմ կյանքում եղել է այդ տապ, որ ես այդ վիճակում եղել եմ, բայց իմ կողքի աղջիկն է եղել։